Ըստ էության Փաշինյանը հիմա եկեղեցու հետ անում է նույնը, ինչ եկեղեցին փորձում է անել իր իշխանության հետ՝ իշխանափոխել։ Թե ինչ մեթոդներով, սա արդեն այլ հարց է։ Ինչպես եկեղեցու որոշ սպասավորներ են Փաշինյանին թրքացնում, այնպես էլ Փաշինյանն է այդ հոգևորականներին ռսացնում։ Նրանք ասում են, որ Փաշինյանը կատարում է Էրդողանի, այն է ցեղասպանի կամքը, իսկ Փաշինյանն էլ պնդում է, որ հոգևորականների մի մասն էլ կատարում է Կրեմլի հանձնարարությունները իբրև գործակալ։ Մի խոսքով, դասական իրավիճակ հայոց պատմության համար։ Երկուսն էլ փորձում են համոզել բոլորին, ով է ավելի դավաճան։ Այլ հարց է, որ երկուսն էլ մի բարի պտուղ չեն ըստ էության, ու եթե երկու կողմերը, որոնք իրենց տապալումներով գրեթե հավասարազոր են իրար, պայքարում են իրար դեմ, հռչակելու չարիքի փոքրագույնը, ապա լայն հասարակությունն էլ հայտնում է ծանր ընտրության առաջ։ Մի կողմից հոգևոր իշխանությունը տապալածներն են, մյուս կողմից քաղաքական իշխանությունը տապալածներն։ Այդ դեպքում ինչ անել, ում կողմն ընտրել, ու լայն հասարակությունը կայացնում է ակնհայտ որոշում չաջակցել ոչ մեկին, ոչ էլ մյուսին։ Իսկ արդյունքում այս երկու կողմերը մեղադրում են արդեն մեծամասնությանը, լայն հասարակությանը, պնդելով, թե հասարակությունը անտարբեր է, թե չի ուզում պայքարել, թե չի ուզում իմանալ կամ լսել ճշմարտությունը։ Մինչդեռ մարդիկ հոգնել են պայքարներից, որոնք միտված չեն պետության ամրապնդման, այլ նպատակ ունեն ծառայել բացառապես այս կամ այն իշխանության ամրապնդման։